Ողջույն գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Սա թարմուղեղով զրույցն է, իսկ թարմուղեղով իմ զրուցակիցը բոլորին դեմ եմ շարժման անդամ Արամ Քոչարյանն է։ Արամ ջան, բարի օր։ Բարոդես։ Շնորհակալություն, որ դուք այսօր մեզ տաղավարում եք։ Մենք մեկ անգամ առիթ ունեցել ենք ձեր եւ ձեր գործընկերոջ հետ այս տաղավարում զրույց ունենալ։ Դուք շարունակում եք տարածել այն գաղափարախոսությունը, ինչի շուրջ հավաքվել եք, ակտիվ քննարկումների մեջ եք, բայց կան հարցեր, որոնք ամեն դեպքում բաց են մնում։ Այ եթերը սկսելուց առաջ երբ հարցնում եի ամեն դեպքում ոնց ներկայացնեմ, ասում եք դե բոլորդ անդամ եք այս շարժման մեջ, այստեղ գլխավորողներ չկան, բայց մեր հանրությունը կարծում եմ ես, որ միշտ քաղաքական հայտ ներկայացնողներին ընկալում է նաև ինչ-որ անհատի առաջնորդությամբ դեմքով ու միշտ խնդիր է տեսնում եւ չի հասկանում այս շարժումը, այս թիմը ով է գլխավորում իրեն։ Դա ձեզ չի խանգարում եւ դուք ոնց եք պատկերացնում այդ տրամաբանությամբ առաջ գնալը։ Նայեք, ընդհանրապես մեր հանրության հարցը չի, ինձ թվում է ընդհանրապես քաղաքականության մեջ անհատները մեծ դեր են կատարում, որովհետև բացի այն թե ինչ օրակարգ է առաջարկվում, ինչ ծրագիր է առաջարկվում, նաև պետք է մարդիկ տեսնեն անհատների, ովքեր որ պատրաստ են այնքան ջանք ու կամք դնեն, որ այդ օրակարգը իրագործվի, որովհետև որ դու հելար հայտարարեցիր ինչ-որ օրակարգ, այդ ինքը իրան չի իրագործվելու, էլի ես ծրագրավորող եմ, օրինակ, որ դու ծրագիր գրես, ինքը իրան կաշխատի, կտած ծրագրին կաշխատի, հա, թե մարդկային գործոն չկա, բայց քաղաքականության մեջ շատ կարևոր է այդ գործոնը, թե ովքեր են։ Մեր հանրության մեջ ինձ թվում է առավել արտահայտված այն կտորը, որ մարդիկ մի հոգի են ուզում են մի անհատի, մի դեմքի, որ էսի շեֆն է։ Նայեն ասեն, էսի է շեֆը, այդ են ուզում։ Հա, կարող է, հա։ Հիմա մենք ֆորմատը մեր շարժման այնպեսին է ստացվել, դա հատուկ չի կառուցված, էլի, այդ այնպեսին է ստացվել, որ մենք մի դեմք, մի շեֆ չունենք։ Մենք շատ դեմքեր ունենք։ Մարդիկ ունենք, ովքեր որ շարժման հռչակագիրը ընդունել են, միացել են շարժմանը ու պատրաստ են իրան ջանքը ու էներգիան դնեն, որ այդ շարժման օրակարգը իրագործվի։ Ամեն դեպքում հարցեր չեն առաջանում, երբ մարդկանց հետ քննարկումների մեջ եք լինում, այդ հարցը արդյոք ծագում է, թե ես ուղղակի այդպես տվեցի, դա իմ կարծիքն է։ Հա չէ, այդ մեծ հարց է, անընդհատ հարցնում են, օրինակ այտենց հարցեր կա, չէ, ով ասում, ով է ձեր հետևում կանգնած, մարդիկ մտածում են, ով է ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորման հարցը իդեպ երևի թե մենք ենք մի քիչ բան արել, ոնց որ մենք դեռ այդ կտորը լավ թափանցիկ չենք սարքի, հա, մնացածը լավ թափանցիկ է, ֆինանսավորման կտորը հա ընդ է կայքում բանը երևում է 160 հոգի, մեզ ամսական 3000 դրամ է տալի, բայց այդքանը հերիք չի իհարկե այն գործունեությունը ծավալենք, որ ծավալում ենք, ասենք, դա չգիտեմ, օրինակ ես եմ գումար տալի, Սպարտակն է գումար տալի, ես է գումար տալի, դա դեռ չի երևում, բայց դա շուտով կլուծենք, որ մեր ֆինանսները ամբողջությամբ թափանցիկ կլինի, մարդիկ կարողանան տենան։ Հետ գալով ձեր հարցին, որ ասեմ տենց շատ տարածված է, որ ասեն ով է ձեր մոտի լիդերը, ով է շեֆը, բան, տենց չի, բայց սիգնալներ կա, այսինքն մարդկանց էդի անհանգստացնում է ձեր մոտ ինչ-որ մեկը կա, որ ինքն է հենց սա հարցերը լուծում, որովհետև իրականում մի քիչ ծավալվում ես հարցով, իրականում որ նայում ես մենք տենց շատ սովոր չենք, էլի, այդ քաղաքական մշակույթը չունենք, օրինակ բանավեճերի, կոլեգիալ որոշումներ կայացնելու։ Եվ ես կարծում եմ 20 թվականից հետո առհասարակ այդ ձևաչափը չկա, գոյություն չունի, adekvat բանավեճ։ Հա, այդ ընդհանրապես ինձ թվում է դրան, չգիտեմ, դրանից առաջ եղել է 20-ից առաջ։ Դե կարծում եմ այնքան չէր ատելությունը, գոնե ինչ որ չափով կար, հիմա պարակտում ատելությունը այնքան ասրված, որ նույնիսկ այդ չի ստացվում անել։ Հա, հիմա ոնց որ հատկապես այդ պատերազմից ու մեր կորուստներից հետո երևի այդ բևեռվածությունը էլ ավելի է խորացրել այն, որ մենք չենք կարող իրար հետ խոսանք, չենք կարող իրար հետ կոմպրոմիսներ, նույնիսկ ընկերները, հա, ընկերները, բարեկամները։ Նույնիսկ ընտանիքի անդամները, մարդիկ քաղաքական հարցերով չեն կարողանում հայտարարի գան։ Ու էդի մեր համար էլ է բարդ, ասենք չպատկերացնեք էլի, որ մեր քննարկումները այս ֆորմատով 100% սուպեր հեշտ կլներ, որ մեր քննարկումները ոչ թե լինեին կլոր սեղան, այսպես մի հատ սեղան լներ, դրա գլխին մեկը նստեր, ով որ սաղ ընդունում էին իրան որպես Հիսուս Քրիստոս կամ փրկիչ, բոլոր քննարկումները շատ ավելի հեշտ կլիներ, բնականաբար։
ուղղակի հարցը թե դրա արդյունքում ինչ կստեղծվեր, էլի մենք հավատացած ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են բոլորին դեմ շարժմանը ջանք դնեն, իրանց բոլորի կարծիքը հավասարաչափ կարևոր է ու հավատացած ենք, որ ընդհանուր որոշումները պետք է կայացվի ընդհանուրի քննարկման ու քվեարկության արդյունքում։ Անցած անգամ երբ այս տաղավարում մենք զրուցեցինք, ձեզ միացած մարդկանց թիվը ինչքան էր, մոտավոր, ինձ կհիշեցնեք, ամեն դեպքում։ Դա համագումարից առաջ էր։ Ոչ, հետո էր։ Հա, եղել է երևի 350-400 հոգի։ Այո, մոտավոր 300 թիվն եմ հիշում ես։ Հիմա ինչքան է, Հիմա 720 հոգի է մեզ միացած անդամների քանակը, այն մարդիկ են, ովքեր որ հռչակագիրը ստորագրել են, կոպիտ ասացել են, օքեյ, մենք անդամ ենք, այս process-ի մաս ենք, որոնցից 165-ը ամսական մեզ վճարում է 3000 դրամ։ Այդ դուք ասում եք, որ բոլորին դեմ եք, բայց քաղաքական դաշտում կան ուժեր, այդ թվում իշխանությունը, ընդդիմության ներկայացուցիչները, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերից, ովքեր 100%-ով չի, որ ամեն ինչ սխալ են ասում։ Օրինակ եկեղեցուն դեմ արշավին, որ ասում են լավ չի, սխալ է, դրան դեմ եք, կամ օրինակ, որ ասում են որ թոշակները պիտի բարձրանան, դրան դեմ եք։ Տպավորությունն է ստեղծում, որ եթե ասում եք դեմ եք, ամեն ինչին ու բոլորին եք դեմ։ Ռուսաստանին դեմ եք, Արևմուտքին դեմ եք, Թրիփին դեմ եք, ինչին եք դեմ ու ինչին եք կողմ։ Այս կողմի հարցն էլ քննարկենք, էլի լավ, բոլորին դեմ եք, իսկ ինչին եք կողմ։ Հարցի առաջին մասին անդրադառնամ, այո, նայեք, ոնց որ ընդ լիքը ուժեր կան, կարող են ինչ-որ լավ ծրագրեր ունեն, ինչ-որ լավ բաներ են անում եւ այլն, բայց այդ շատ կապ չունի շարժման հետ։ Շարժման անունը բոլորին դեմ եմ։ Բնութագրում է մեր կարգավիճակը։ Հələ մերը դնեմ մի կողմ։ Բոլորին դեմ եմ, բնութագրում է իմ կարգավիճակը։ Ես 34 տարի ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Այս 34 տարիների ընթացքում ինձ ամեն քայլափոխի խաբել են, ամեն քայլափոխի, գրեթե 100 ասած բանից արել են մենակ մեկը կամ երկուսը։ Հիմա որ 1 կամ 2 ծրագիր են արել, ինձ այդ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է որ 90%-ը ինձ խաբել են ու բոլորն են խաբել։ Ով ինչ ասել է, խաբել է։ Հիմա այդ իրավիճակում, երբ որ ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ որ ինչ իշխանություն ունեցել եմ ես, այդ բոլոր իշխանությունները ինձ կոպիտ ասած գցել են։ Բոլորը անխտին ինձ գցել են։ Հիմա երբ որ բոլորը անխտին ինձ գցել են, ու ես նայում եմ նաև մնացած քաղաքական ուժերին, ովքեր որ էլի ինչ որ բաներ են խոսում։ Գիտեք ինչ է, քաղաքականության բանը հիմա մենք էլ ենք խոսում իհարկե, բայց այս քաղաքականության իդեան է, նա, որ բոլորը խոսում են։ Ասենք ես հիմա կարամ գամ խոսամ ինչ-որ մի հատ ֆանտաստիկ ռազմավարություններից, այս մեծ ռազմավարություններից, բայց կյանքումս մի հատ փոքր ռազմավարություն արած չլինեմ։ Կյանքումս մի հատ փոքր պրոյեկտ արած։ Դաշնակցային հարաբերություններից օրինակ։ Այո, կարամ միջազգային հարաբերություններից խոսամ, բայց կյանքումս չիմանամ, ասենք այդ դիպլոմատիկ հարաբերությունները ինչա, ոնց է կառուցվում եւ այլն։ Այսինքն այս իրավիճակում, երբ որ ում իշխանության ունեցել ենք, հստակ մաշկի վրա զգացել ենք, որ իրանք մեզ գցել են, ու ովքեր էլ որ հիմա խոսում են, լրիվ նորմալ է, չէ՞ որ մտածեն, որ իրանք էլ ինեն, էլի ինձ գցելու են։ Դրա համար բոլորին դեմ եմ։ Դրա համար է, որ մեր անունը բոլորին դեմ եմ։ Հիմա այս իրավիճակում մենք երկու ընտրություն ունենք։ Մենք կարանք ուղարկի հայտարարենք, որ դե բոլորիցը զզվել ենք, կարճ ասած բոլորի դեմ ենք, всё, այդքան է։ Այլ բան չունենք ասելու։ Մենք մի քայլ առաջ ենք գնացել, հարց չկա, օքեյ, բոլորին դեմ ենք, բայց նաև լուծում ենք գտել։ Լուծում ենք առաջարկել, որ ես օրինակի համար, երբ որ բոլորին դեմ եմ իրավիճակում եմ, ինչ որ ձև դուրս գամ այդ իրավիճակից, ինչ որ ձև ստեղծվի այնպիսի քաղաքական ուժեր կամ ստեղծվի այնպիսի խաղի կանոններ, որտեղ որ քաղաքական ուժերը ասենց ափաշքարա, աչ ու ձախ ինչ չեն խափի ու անպատասխանատվության մեջ չեն մնա։ Պատասխանատվության կենթարկվեն։ Լուծումներն ենք առաջարկել, դա բոլորին դեմ եմի օրակարգն է։ Այսինքն բոլորին դեմ եմը հանուն այն փոփոխությունների է, որի արդյունքում այդ 50-60% քաղաքացիները այլ բոլորին դեմ եմ չեն լինի։ Եթե բոլորին դեմ էլ կլինեն, կկարողանան դա իրավական ուժով ցույց տան համակարգին, ասեն նայեք ես դեմ եմ, որ ասենք չգիտեմ, մարդը որ հավաքում է 600,000 ձայն 2.5 միլիոնից չհելնի ու առանց ամաչելու հայտարարի, որ ես բացարձակ լեգիտիմություն ունեմ, ժողովրդին բացարձակ աջակցում է։
Խի այդպես բան կարող ասում, որտեվ ազգային ժողովը մեծամասնությունը հաղթե տենց է ասում։ Բայց եթե ինքը իսկ այդ ազգային ժողովի մեծամասնությունը ո՞նց է ձևավորվում։ Ձևավորվում է այդ fake ձևական կանոնների արդյունքում, մաթեմատիկայի արդյունքում, բոնուսների արդյունքում, փոշիացման արդյունքում, ոչ թե ընտրողի քվեի արդյունքում։ Դա պետք է ուղենք, որ ով ինչքան ձենա հավաքի, այդքան է ստանա ազգային ժողովում։ Այ հայտարարությունների մասով խոսեցինք, որ շատ քաղաքական ուժեր ասում են այնպիսի բաներ, որի մասին մինիմալ գիտելիքներ կարող է գուցե չունենան։ Այ ամենաաբսուրդայինը, որ հնչել է, իհարկե անուններ չտալով, որ մարդիկ այդպես հայտ են ներկայացել ու խոսում են նման բաներից, ինչն է ձեզ համար աբսուրդային, ու օրինակ ինչի մասին դուք երբեք չեք խոսի։ Ոյ, դժվար է չեմ հիշի տես կոնկրետ բան։ Ես օրինակ որ ճիշտն ասեմ, ինչքան ժամանակ է, երևի մի 2 տարի է, ինչ քաղաքական process-ներով ակտիվ հետաքրքրված գործունեություն չեմ ծավալել, նոր եմ բոլորին դեմ ոսկե գործունեություն ծավալել, բայց այդ ամբողջ ընթացքում լսել եմ, որ նույնիսկ հակառակին էլի պատասխանեմ։ Ես մի բան նորմալ չեմ լսել, որ հավատան, որ էսի կանեն։ Ռեալ ինչ ասել են, ոչ մեկին ազնիվ եմ ասում, ու ոնց որ ինչ-որ անձնական բանով չեմ ասում, ոչ մեկին ինչ ասել են, ես ես նայում եմ, չեմ հավատում, որ հնարավոր է իրենք դա անեն։ Ուղղակի չեմ հավատում։ Ու ինձ թվում է շատ մեր քաղաքացիներ են այս վիճակում, այդ բոլոր թվերը դրա մասին են խոսում։ Այդ որ 50-60%-ը Հայաստանում չի ուզում գնա ընտրությունների կամ բոլորին դեմ, այդ ինչի պատճառով է, որ այտենց է։ Չեն հավատում, որովհետև ինչ-որ աբսուրդ բաներ են ասում, ով էլ որ ինչ-որ մի բան ասել է, գնացել է անելու, խաբել գցել է։ Լրիվ նորմալ իրավիճակ է։ Բայց ամեն դեպքում հարցի են երկրորդ մասը, ինչի մասին դուք երբեք չեք խոսի։ Մենք նայեք, ոնց որ բոլորին դեմ եմ շարժումը, ունի կոնկրետ մի օրակարգ, այդ օրակարգը հետևյալն է, որ մենք ընտրողի ձայնը արտացոլենք ազգային ժողովում, այնպես ինչպես կա, ոչ թե ինչ-որ մոդիֆիկացիաների արդյունքում։ Հիմա միջև ընտրություններ, մեր օրակարգը դա, մենք կենտրոնացած ենք լինելու այդ օրակարգը իրագործելու վրա։ Ինչպես նաև այդ օրակարգի մեջ մտնում է այն փաստը, որ քաղաքացիները մեր այս քաղաքական համակարգին ուզում են պատժեն։ Ուզում են այս ամբողջ 30 քանի տարվա անցած ճանապարհը, բոլոր զրկանքները, բոլոր պարտությունները, բոլոր, ասենք, թերացումները, այս դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա ես իրավական պատասխանատվություն բանը դնենք մի կողմ, հիմա քաղաքական հարցեր։ Մեր քաղաքացիները ուզում են, որ պատժվի այս համակարգը, ուզում են, որ այս համակարգը իր դեմքին մի հատ հարված ուտի, քաղաքական հարված իհարկե։ Ես հաճախ եմ լսում նմանատիպ թեզեր, որ երբ այդ տարբեր սեղանների շուրջ քննարկումներ ա լինում, մի քիչ դուրս գանք էլի մեր փուչիկից, մեր ընդհանուր հանրության տեսակետները փորձենք քննարկել, որ սա մեր խելքի բանը չի, մենք չխառնվենք սրան, ենթադրենք որևէ քաղաքական հարց են քննարկում, կամ մենք տեղյակ չենք, թե վերևներում ինչա կատարվում, մենք չենք կարա քննադատենք իշխանությունների նախկին ներկա, այն նման թեզեր են շրջանառվում։ Այս մասով ինչ ունեք ասելու, արդյոք սա մեր խելքի բանն է եւ հայ մարդու յուրաքանչյուր քաղաքացու խելքի բանն է միջամտելու այս ամենին եւ պիտի խառնվենք, թե չէ։ Ուրեմն մի հատ իդեա ունեի, մտածում էի պատահական համարների զանգեմ, հեռախոսով պատահական համարների զանգեմ, այդ մարդկանց ասեմ բարև ձեզ, ես Արամն եմ, ծրագրավորող եմ եղել, հիմա մտել եմ քաղաքականություն, ինձ կլինի մի 5 րոպե ժամանակ ունեք, խոսանք, ինձ խորհուրդներ տաք, ասեք ինչ եք կարդում եւ այլն, ու դա ձայնագրի։ Հիմա ես իդեան կնոջս առավոտ սուրճ եմ քմում, կնոջս պատմում եմ այս իդեան։ Ինքը ասում է, օրինակ ինձ որ զանգեն, ես կասեի, որ չէ, ոնց որ ես տեղյակ չեմ, դրա համար չեմ ուզենա խոսամ, ասում բայց խի տեղյակ չես, իր պատասխանը ինչն է, ինքը ասում է նայեք, որպեսզի ես կարողանամ լավ հասկանամ քաղաքականությունը ինչ է։ Ես պիտի շատ ժամանակ ծախսեմ, ես պիտի բոլորի ինտերվյուները լսեմ, պետքա բոլորը լսեմ ինչ են ասում, ինչ են անում, ինչ է խոստվել, ինչ չի արել, ու քանի որ այդ ժամանակը չեմ ծախսում, չեմ հասկանում, դրա համար ուզում եմ հեռու մնամ, չեմ ուզում գնահատական հնչեցնեմ։ Ինձ թվում է դա շատ տարածված մոտեցում է, իսկ մտեղ ինչ-որ ճշմարտություն կա, ամեն դեպքում ես sense եմ մտածում, որ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես ցանկացած պետության քաղաքացի, ով որ ուզում է այդ պետությունը կայանա, ուզում է որ այդ պետությունում ճիշտ ծրագրեր իրագործվեն,
ցանկացած քաղաքացի այո ինչ որ չափով պարտավոր է ժամանակ ծախսի, լսի թե քաղաքական գործիչները ինչ են ասում, լսի թե իշխանությունը ինչ է ասում, ընդդիմությունը ինչ է ասում ու դրանից իր հետևությունները անի։ Ինձ թվում է դա պարտավորություն է ցանկացած քաղաքացու համար, ուրիշ ձև չի կարող լինի։ Հիմա ուրիշ հարցը թե խենք մենք ասենք իրավիճակում հայտնվել, ինչ ենք այնց իրավիճակում հայտնվել, որ մարդուն բնականից չի հետարքրում իշխանությունները ընդ ինչ որոշումներ են կայացնելու, որտեղ դա անբնական վիճակ է, որտեղ որ այդ որոշումները կայացնում է, մենք շատ լավ տեսել ենք, այդ որոշումների արդյունքում մարդիկ կարան մահանան, այդ որոշումների արդյունքում մարդիկ կարան շատ բարձր լավ կրթություն ստանան ու այդ որոշումները փաստացի մեզ, մեր երեխաներին, մեր ծնողներին բոլորին վերաբերվում է, բայց մենք չենք ուզում իրենց լսել։ Չգիտեմ, դա ընդհանրապես անբնական է թվում ինձ։ Պետք է հասկանալ, օրինակ ձեր կարծիքով ինչի ենք մենք հայտնվել նման իրավիճակում, որ այդ որոշումները sense tennis տեղի են ունենում, այդ որոշումները sense tennis անում են, այդ որոշումների հետևանքները sense tennis մեր մաշկի վրա զգում ենք, բայց մենք դեռ չենք ուզում լսել այդ ինչ որոշումները։ Դե այդ էի ասում, մարդիկ մտածում են, որ դա մեր խելքի բանը չի, ու մենք չգիտենք ինչա վերևում կատարվում։ Մենք չգիտենք վերևում ինչա կատարում, կարող է ճնշում են իշխանություններին, կարող է էս են անում, կարող է մեզ չեն թողնում մեր ուզած բաները անենք։ Այդ թեզը, որ շրջանառվում է, դա ուղիղ այնա ինչ դուք ասում եք։ Ինձ թվում է դրա ինքը այն օրինակի համար մենք չգիտենք ինչա վերևներում կատարվում է, ինձ թվում է շատ սցենարներ ունեք։ Սցենարներ։ Երբ որ ձեր ծրագիրը հաջողվի, արդյոք եթե այն ինչ որ դուք պատկերացրել եք, այդպես չլինի։ Լինեք այնտեղ, բայց այդպես չլինի, ինչ հա տեղի ունենալու։ Մենք ծրագիր չունենք էս իմ բարձրաձայնած բոլոր խնդիրները լուծելու ու այդի մենք բավականին թափանցիկ ազնիվ ասում ենք մենք մեծ փոփոխություններ ենք ուզում, մենք ուզում ենք որ մեր պետությունը զարգանա, ուզում ենք այդ պետության զարգացման ճանապարհը տենում ենք որ ժողովրդավարությունն է, տեսնում ենք որ ժողովրդավարության զարգացումն է, ուզում ենք որ այս բևեռվածությունը մեղմանա, բայց այն քայլը որը որ մենք անում ենք ինքը բոլոր խնդիրները չի լուծելու։ Մեր համար այդ ինչ որ քայլ է, որը որ կմոտիկանանք այդ փոփոխություններին, այդ փոփոխությունների անիվը կսկսի շարժվել, կբրթեն, կսկսի շարժվել։ Մենք դրան ենք հավատացած։ Հետ գալով այն մտքին, թե այդ որ ասում են մենք չգիտենք վերևները ինչ է կատարվում, ինձ թվում է այդ շատ տարածված ու խիստ կեղտոտ մանիպուլյացիա է, որը որ բոլորը անում են։ Մենք ունենք առաջնորդների այդ կերպարը, ովքեր որ գալիս են, նստում են, ինչ որ մի բան են ասում են այս բաժակը պետքա տեղափոխել ակետից բեկետը ու վերջ, ուրիշ ոչ մի բան չեն ասում։ Հիմա որ ասում ակետից բեկետը պետք է տեղափոխեն, դե ոչ մեկ իրան հարց չի տալի, բախի ակետից բեկետը, բախի էս այից սկսում, խի էս բեկ գնում, խի էս բաժակը տեղափոխում, խի է բաժակի մեջ ջուր, ոչ մեկը տենց առաջնորդներին հարց չի տալի, դե որտեվ առաջնորդն է ինչ որ մի բան ասել։ Հետո ամեն մեկը գցում բռնում է օրա դեսի որ sense բան է ասել, ուրեմն սրա տակ մի հատ ինչ որ պլան կար, որ sense է լինելու, ու ասենք այդ առաջնորդը տես մի 500 հատ տես բան է ասել, որից 499 չի եղել, մի հատիկը ինչ որ ձև համընկել է, հետո ասում են արա տեսար, ասում էր, չէ՞ որ բաժակը պետքա այից բետ անել։ Էսի ամեն իմ կարծիքով էլ իմ գնահատականով ամենակեղտոտ առաջնորդության ձևն է։ Առաջնորդության լավագույն ձևը այն է, որ դու այից միջև հայերեն վերջի տառը ո՞րն է զան։ Եվ ո՞ֆը։ Ֆն, հա։ Անգլերենում ազան։ Հա, այից միջև ֆն բացատրես։ Դե դուք այդ իջնիկ եք սեզոնալ աշխատում։ Կիբերդի վրա բանն է, դետն է։ Այից միջև ֆտարը բացատրեն մարդկանց, ասեն ինչի համար է։ Փոխանակը իրան։ Բայց այդ դեպքում մանևրելու տեղ չի լինի, է։ Հա, ինչ եք մանևրում բա։ Մի մանևրեք, կամ էլ եթե մանևրելու եք, ասա այից ֆն էսա, էս 3 տարնա ժողովրդին չեմ ասում։ Քաղաքականությունը էսի պիտի տեղ ունենամ խաղալու։ Ինչն է ձեզ պահում է, ոնց որ ասեք։ Փոխանակը իրանք ինչ որ sense միստիկ ինչ որ պնդում են անում, որը որ կամ ճիշտ է դուրս գալի կամ սխալ է դուրս գալի, հետո էլ ասում են օր էսի բանա։ Հայտարարությունները այն համատեքստում են եւ խոսույթը ինչը կարա օրինակ գյուղացու մարդուն հետաքրքրի կամ այն մարդուն ով ունի միջին կրթություն հետաքրքրի եւ չխորանան ինչ կա դրա հետևում թաքնված այդ թեզերը իմ տպավորությամբ նման կերպ են ձևավորվում այ ենթադրենք թոշակների մասին խոսում են կամ աշխատավարձերի բարձրացման մասին խոսում են կարծում եմ հանրության զգալի մասը չի մտածում դա ոնց է տեղի ունենալու
Շատ քիչ տոկոսն է, որ հետևությունները անում, ինչ process-ներ կարան լինեն, արդյոք դրանից մենակ շահում ենք, թե հետո տուժելու ենք, որ շահենք։ Նայեք, ես օրինակ այդպես տարածված միտք կա, որ Հայաստանի Հանրապետությունը այդպես մարդիկ կրթության ինչ-որ ցածր մակարդակ ունեն եւ այլն, իմ կարծիքով քաղաքականությունը հասկանալու համար ու քաղաքական process-ները հասկանալու համար ոչ բարձրագույն կրթություն է պետք, ոչ ինչ-որ ֆանտաստիկ ինչ-որ կարողություններ է պետք, որ հասկանան այդ process-ը։ Քթիցակ երևի։ Ես վստահ եմ, որ մարդիկ շատ լավ հասկանում են։ Օրինակ այդ թոշակները, որ բարձրացրել է, դες թվում է հիմա որ գնանք մի հատ գյուղ, ինչ որ մեկը չի ջոգելու, հա, որ այդ թոշակները ինչի հա կարող է ինքը այդ ֆինանսական հոդվածները բյուջեի չհասկանա, որ էսի հոդվածի այս բյուջեն է սրանից պարտն անելու եւ այլն, բայց գաղափարը հասկանալու է, որ այդ բյուջեից առանձին հատկացված փողը, որ այդ միտեղից կտրել են։ Ձեզ թվում է չի հասկանալու։ Ես գրեթե վստահ եմ, որ հասկանալու է։ Դե քանի տոկոսն է հասկանալու։ Ինչ թվում է, խիստ մեծամասնությունը հասկանում է։ Էֆեկտը, որ մեզ թվում է, որ չեն հասկանում, ոնց է կայանում, հետեւյալում ինչ որ մեկը, ով որ չի հասկանում կամ ում որ վճարում են, որ ինքը չհասկանա, մի հատ TikTok վիդեո անում, որտեղ որ ասում է, վայ, նայեք, վարչապետը 10000 դրամ թոշակս բարձրացրել է, նայեք ինչքան լավ եմ ապրելու, դու իրան նայում ես, էմոցիաներ ես ապրում, ջղայնանում ես, ասում ես, օլա ոնց է հնարավոր սենց էլ չհասկանալ, ու քեզ թվում է, որ բոլորը տենց են։ Բայց դա խոսքեն 100-ից մեկն էր։ Այն 199-ը իր կյանքով ապրում է, մտածում է, ինչ են անում, խեն սենց անում եւ այլն։ Իրանք չենք լսում մենք։ Այն 99-ին, ով որ TikTok չունի, Facebook չունի, իրանք չենք լսում, մենք չգիտենք իրանք ոնց են։ Այն ով որ TikTok-ում ինչ որ ապուշ վիդեո անում, այդ ապուշ վիդեոյի հիման վրա սկսում ենք ամբողջ հասարակության մասին կարծիք կազմել։ Հիմա դուք բոլոր հարթակներում փորձում եք լսարանին ծանոթանալ։ Դժվար է։ Ես օրինակ TikTok ունեմ, TikTok edge ունեմ, TikTok-ում վարում եմ։ Ընդ բայց անդադ քֆուր եմ գրում, չինեմ։ Դեռ լավ չեմ ծանոթանում։ Ես նկատել եմ, կարծում եմ դուք էլ նկատած կլինեք, հարցումներ չեմ հանդիպել այդ մասով, ցավոք սրտի չեմ նայել, բայց իմ կարծիքով երիտասարդները մեծ մասամբ հետաքրքրված չեն քաղաքականությամբ ու քաղաքականությամբ հետաքրքրվում են 40+ մարդիկ։ Կներեք էլի, որ ես երիտասարդ եմ համարում մինչև 40-ը։ Սա խնդիր է։ Ինձ թվում է, բանը հարցումներում էլ էր հենց այդ ֆիքսված։ IRI-ի հարցումներում կար, որ 60-70%-ը ընդհանրապես երիտասարդների հենց այդ տարիքային խմբով հետաքրքրված չեն։ Չգիտեմ ճիշտն ասած, ինձ թվում է այդ դժվար է ձևակերպել, արդյոք դա խնդիր է թե չէ։ Հիմա երիտասարդները ինչ են անում իրենց կյանքում, իրենց հիմնական խնդիրը է նա, որ իրենց կրթությունով են զբաղված են, որ իրենց աշխատանք գտնեն, իրենց կարիերան կառուցեն, իրենց անձնական հարաբերություններն են նոր կազմակերպում։ Բայց ինչ որ պահի քաղաքական դեմքերին այսպես հանդիպելու ու իրենց հետ շփվելու առիթ լինելու աշխատանքի բերումով, չգիտեմ, այլ հարցերով ամեն դեպքում այդ հանդիպումը ոչ տետատետ, բայց լինելու է, խաչվելու են ճանապարհներ, բայց այս մարդիկ իրեն չի հետաքրքրում, ովքեր են օրինակ, այս ֆինանսների նախարարնով, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարնով, այն մյուսի նախարարնով, այդ մարդիկ ինչ են հայտարարում, ինչի մասին, ինչ կենսագրություն ունեն առհասարակ։ Դա ես համաձայն եմ, բայց ես իրան չեմ կարող մեղադրել, որովհետև ես հիշում եմ ինձ, որ ես ասենք 20 տարեկանում բանակից եկա, իմ համար ոնց որ շատ չէր հետաքրքրելու այս երկրի հետ ինչա լինելու։ Ես ոնց որ բանակից եկել եմ, աշխատանք չունեմ, ֆինանսների խնդիր ունեմ, պետք է ընտանիքս պահեմ, այդ իրավիճակում ինձնից սпасել, որ վայ ես հեսա բան կնայեմ քաղաքական գործիչները ինչ են խոսում, ինձ թվում է անարդար է։ Այսինքն այդ տարիքի երիտասարդներից պետք չի դա սпасել։ Այդ երիտասարդները նոր իրենց քայլերն են անում։ Բայց Նիկոլ Փաշինյանը 18 թվականի շեշտը հենց երիտասարդության վրա էր դրել։ Հա, երևի, չգիտեմ։ Ինչով է շեշտը դրել երիտասարդության վրա։ Դե համալսարաններից սկսեցին, ուսանողներին հավաքելով սկսեցին ու դա հաջողեց։ Բան չունեմ ասելու, բայց այդ ոնց որ այդ հաջողությունը հաստատ մենակ այդ մի կոմպոնենտով չի էլի, որ մենակ երիտասարդներն եղել։ Ասենք ես ինքս այդ հեղափոխության ընթացքում
ակտիվ մասնակցություն եմ ունեցել, ակտիվ ոչ այդքան տենց քաղաքական ակտիվ էլ իմ համար ընդ փողոց փակերներ, այդ ժամանակ ես կպնդեմ, որ դա ասենք 18-ից 25 տարեկան երիտասարդները չէին, այլ 25-ից այս կողմներն էին էլի, որտեղ ավելի շատ ՏՏ ոլորտներ լավ ակտիվ է ընթացքում եւ այլն եւ այլն։ Այսինքն պնդել, որ դա երիտասարդներին էին ֆոկուս արել, երիտասարդները արեցին, շատ է այդ թեզը տարածվում, բայց ես այդքան էլ դրան չեմ հավատում էլի։ Ես ավելի շատ մտածում եմ հետեւյալ ձևով, որ երիտասարդները այո, քաղաքականությամբ չեն հետաքրքրում։ Ես ինքս, երբ որ երիտասարդ եմ եղել, չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, ու ես ինքս վերլուծում եմ, ինչի չեմ հետաքրքրվել։ Չեմ հետաքրքրվել, որտեվ թքած եմ ունեցել պետության վրա, կամ ինձ вообще ապաթիայի մեջ եմ եղել։ Չէ, չեմ հետաքրքրել, որովհետեւ ցանկացած երիտասարդ իր առաջի քայլերը կյանքում անելուց պետք է կրթության հարցը լուծի, ֆինանսների հարցը լուծի, մի քիչ ոտը պնդասնի։ Հիմա օքեյ, այդ ընթացքում ինքը եթե կարողանում է դիանի դրան զուգահեռել հետաքրքրումա քաղաքականությամբ, դա շատ լավ է, դա բոնուս է, ոչ թե պարտադիր։ Ես համարում եմ, որ երիտասարդները իրանք ոնց որ հատկապես Հայաստանի պայմաններում էլի, երբ որ մեր մոտ օրինակ կրթության որակը բավականին ցածր է, աշխատաշուկան բավականին նեղ է, շատ դժվար է աշխատանք գտնել, այս իրավիճակում երիտասարդներին ասել, դե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, այլ պիտի քաղաքականությամբ զբաղվեք, որ սա լավ լինի, ինձ թվում է սխալ մեղադրանք է, այդ մարդկանց պետքա չբշտել, թող այդ մարդիկ իրենց կարիերայի քայլերը առաջին անեն։ Ու դրան զուգահեռ նաև ասեմ, օրինակ բոլորին դեմ եմ շարժմանը, լիքը երիտասարդներ կան, որ դե ես օրինակ ես էլ եմ ինձ երիտասարդ համարում, բայց հա տարիքային շեմ չդնելով ամեն դեպքում ինչքան որ չենք ուզում շեմ դնել, ստացվում է էլի դες պատանեկության տարիք 25 տարեկանից փոքր լիքը մարդ կա, որ միացել է, այո, իրանք չեն միացել այնպես, որ ամբողջ process-ների մեջ ակտիվ ներգրաված են։ Հա, ներգրաված են, կարող է ասենք ամսվա մեջ 2-3 հանդիպմանը գան, մի հատ իդեա տան, TikTok-ի ֆիլտր օգնեն սարքեն, օրինակ, ասենք մեր անդամներից մեկը եկել էր օգնել էր TikTok-ի ֆիլտր սարքեմ, հա, ու իրանցից մենք չենք էլ սպասում, որ գիտես ինչ կա, հեսա պիտի մտնեք ու քաղաքականության մեջ գործունեություն ծավալեք։ Արամ, ենթադրենք, որ Եվս մեկ անգամ այդ հարցը կրկնեմ, որ ձեզ հաջողվեց ձեր ծրագիրը իրականացնել, ժամկետ կա 100 օր չէ կարծեմ։ Մենք գիտենք, որ հեռու չի էսկալացիայի պահը եւ ցանկացած պահի մենք կարանք դրան սպասենք, ինչքան էլ որ խաղաղության մասին խոսում է, իմանալով թշնամական կողմի նկարտումները, ցանկությունները եւ առհասարակ իրենց դիրքորոշումը, ինչ է հնարավոր անել այդ ժամանակահատվածում։ Դուք դրա համար սցենար ունեք։ Այո, իհարկե։ Նայեք, ոնց որ մեր ծրագիրը ինչու՞մն է։ Եթե մենք հաղթեցինք, մենք կազմելու ենք 100 օրվա կառավարություն։ Այդ 100 օրվա կառավարության ընթացքում մենք հայտարարել ենք, որ պահելու ենք պետական իներցիան։ Կոպիտ ասած, մենք ոնց որ ստատուս քվոին ձեռք չենք տալու։ Ոչ միտեղ չենք բզբզալու։ Այ կարող է մի քիչ բան անենք, կարող է թրիփի պայմանագիրը խոսենք 35 սարքեն եւ այլն։ Պահելու ենք ստատուս քվոն ու ձգձգելու ենք ինչքան հնարավոր է։ Կոպիտ ասած, եթե վաղ եկանք իշխանության հաջորդ օրը մեզ ասեցին, գիտեք ինչ կա, այդ սաղ որոշումները արել են, այս օրը 3 տարի է պայմանավորված էր, որ այս հարցը պիտի լուծվի, մենք ասելու ենք ժողովուրդ, բայց մենք ոնց որ այդ լեգիտիմությունը չունենք, որ այդ հարցը լուծվի։ Կլինի ոնց որ 100 օր հետո անենք։ Եթե տենց նենց հարց եղա, որ չլինի, այդ ժամանակ ազգային ժողովում մենք ունենալու ենք բոլոր նախկին իշխանություններին, նախկին իշխանություններին, ուրիշ իշխանություններին գործընկերների հետ աշխատելու ենք, հասկանալու ենք այդ հարցը հիմա լեգիտիմություն ունի լուծվելու թե չէ, լուծելու ենք, անցնենք առաջ։ Իսկ այդ հարցին, որ թե բա, եթե բա պատերազմ լինի, ինչ լինի, որ պատերազմ լինի, ինչ պիտի անի պետությունը, ես ձեզ հարցնում եմ, ինչ եք դուք սպասում պետությունից։ Երբ որ ես պետություն ունեմ, երբ որ ես հարկեր եմ վճարում, այդ հարկերից, ասենք աշխատում եմ, այդ հարկերի, ասենք 20%, 30%-ը վճարում եմ։ Ինչ եմ սպասում, ինչի համար եմ վճարում։ Վճարում եմ, որ եթե ինչ-որ մեկը ուղղակի այդպես օթից որոշի հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, սահմանադրությունը ցանկացած կառավարությանը, այդ թվում այդ կառավարությունը 100 օրովա, 10 օրովա, մի տարովա պարտադրում է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ է անելու։ Ուղղակի դա շատ մաթեմատիկական դաշտի հնարավորությունների հարց է, էլի։ Իրատեսականության դաշտում ինչի պետք է ինչ-որ մեկը հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա։ Ինչա 100 օր ինչ-որ իշխանություն է եկել։ Չէ, բայց պետքա բոլոր սցենարները իմանալ։ Հա, բոլոր սցենարները, նայեք, բոլոր սցենարները դե ոչ բոլորն է հնարավոր իմանալ, բայց ամենականխատեսելիները պիտի հասկանալ, որպեսզի ռիսկային չգնալ։ Այո, կանխատեսելիներից մեկը նա է, որ մենք հայտարարում ենք, որ մենք պատերազմ չենք սադրելու,
որ մենք եկան դառանք 100 օրվա կառավարություն, մենք չենք գնալու, սկսենք բզբզալ, վայ մենք ավելի ուժեղ կբանակցենք, վայ մենք ավելի թույլ կբանակցենք։ Չենք բզբզալու, պահելու ենք այդ ստատուս քոն, թողելու ենք այդ 100 օրվա ընթացքում պետությունը իր իներցիայով շարժվի, ինչքան մեծ պայմանավորվածություններ կա, պայմանագիրներ կա, պայմանավորվածություններ կա, բոլորը կատարելու ենք, միջև 100 օրը կլրանա, 100-րդ օրը կլինի նոր ընտրությունները, այդ ժամանակ արդեն այն քաղաքական ուժերը, ովքեր որ դիրքորոշում կունենան, թե թրիփի քանի տոկոս մասնաբաժինը պիտի մերելնի, հանրությանը կհայտարարեն, հանրությունն էլ դրա դիմաց իրենց մանդատ կտա կամ չի տա։ Մենք ձեռք չենք տալու։ Մենք ինչ պայմանավորվածություններ կա, իներցիայով շարունակելու ենք ընդամենը 100 օր։ Անկեղծ եք լինելու, եթե ստացվի այդ 100 օրը։ Անկեղծ ենք լինելու, եթե հանրության հետ, եթե ստացվի անկեղծ ենք լինելու, չեմ հասկանում հարցը։ Այդ 100 օրվա ընթացքում, եթե լինեն խնդիրներ, եթե լինեն ճնշումներ, եթե լինեն առաջարկվող ծրագրեր այլ երկրներից, անկեղծ եք լինելու հանրության հետ, թե փորձելու եք ներսում ինքնուրույն լուծել։ Հետարքիր հարց է, մտածում եմ օրինակ որ ասեմ հա անկեղծ եմ լինելու, ինչ է դի տալի։ Նայեք ոնց որ։ Դե հետո ցես կհիշեցնենք օրինակ որ անկեղծ չլինեք, որ անկեղծ չլինեք, հիշեցնելու ենք որ ասել եք անկեղծ կլինենք ու խաբել եք։ Ինչ որ մեկը կարա գաստեղ նստի, իրան հարցնեք անկեղծ եք լինելու, ասի չէ։ Իհարկե։ Ասի չէ անկեղծ չեմ լինելու։ Չէ, կասի անկեղծ եմ լինելու, կասի ինչ անելու, բայց անելու է հակառակը, հետո իրեն հարցնում։ Ես նկատում եմ այդ հարցին, որ ասում եմ անկեղծ եմ լինելու, ոնց որ բոլորն է ասելու են անկեղծ։ Նայեք։ Դե ես նշեցի կոնկրետ մի քանի բան այդ մասերով։ Անկեղծ եք լինելու։ Բանը հետեւյալն է։ Այն թե ես հիմա կասեմ անկեղծ եմ լինելու, թե անկեղծ չեմ լինելու, դա ընդհանրապես խոսք է։ Ես կարամ բերեմ այն ինչը որ մենք գործով ենք անում, մենք գործով ստեղծել ենք ամենաժողովրդավարական, ամենաթափանցիկ, ամենահորիզոնական շարժումներից մեկը, չպնդեմ որ ամենան է, մենք մաքսիմալ աշխատում ենք քաղաքացիների հետ, որ իրանք մեզ ֆինանսավորեն, մենք չենք գնում ինչ որ օլիգարխների, մեծահարուստների ասում որ մեզ ֆինանսավորեն, մենք գնում ենք սովորական քաղաքացուց, պահանջում ենք սովորական գումար, որ մենք կարողանանք քաղաքականությամբ զբաղվենք, մեր հռչակագիրը public հայտարարած է, մեր process-ին ցանկացած մարդ կարա միանա, մենք մեր process-ի մեջ ունենք թե խիստ ազգայնականներ, թե մարդով որ կառավարությունում աշխատել շատ տարբեր տեսակի մարդիկ ունենք, բոլորը եկել են միացել են այդ հռչակագրին արել են։ Այս ամեն ինչը գործով ապացուցում է, որ մենք այն արժեքային համակարգի կրողն ենք, որ թափանցիկությունը ու ազնվությունը դա մեր համար կարմիր գիծ է։ Մենք թափանցիկ ու ազնիվ պիտի լինենք, եթե մեր տեսակի մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ։ Դա գործով ապացուցած է։ Ու ես հուսով եմ ու վստահ եմ, որ միջև ընտրությունները մենք ել ավելի շատ գործով մեր հանրությանը ցույց կտանք, որ մենք արժանի ենք իրենց քվեին։ Մեզ կարելի է վստահել։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով իմ զրուցակիցը բոլորին դեմ եմ շարժման անդամ Արամ Քոչարյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք վաղը, լավ եղեք։